ակնհայտորեն ուղղված է Ռուսաստանի դեմ, որովհետև հաշվի առնելով, թե ինչքան զգայուն թեմա է Ռուսաստանի համար, այն ուժերը, որոնք պատվիրել են Հայաստանի այսօրվա իշխանություններին, դա անգլիական Մեծ Բրիտանիայի, այսպես ասենք, ծրագիրն է միշտ եղել, վտանգը, որ զգում է Փաշինյանը, շատ դեպքերում իրեն ստիպում է ինչ-որ քայլեր անել, որ Փաշինյանի մոտ կա այդ կոմպլեքսը, որ ինքը ժամանակավոր ֆիգուր է։ Դեմքի արտահայտությունը, դժգոհ արտահայտությունը ցույց էր տալիս, որ ես դե ստիպված եմ եկել։ Զորախումբն էլ չեն բերել, դա այդ գծի մեջ է։ Զորախումբն էլ չեն բերել, գոնե այս հարցում ես, այսպես ասենք, միջև վերջ կուլ չեմ գնում, այս Հայաստանը այսօր գտնվում է այս լավագույն դեպքում այդ երկու կարգավիճակի մեջտեղում։ Եթե ոչ բարեկամ երկրների շարքում է, ապա արդեն բարեկամ երկրների շարքում էլ չէ, որ Հայաստանի այսօրվա ղեկավարության նկատմամբ չկա առհասարակ վստահություն, ոչ մի տեղ։ Հիմա արդեն Հայաստանը շատ ավելի հետաքրքիր կարող է լինել Ռուսաստանի համար։ Ֆուռացիայով հիմա զբաղվում է Կիրիենկոն, որը որ Պուտինյան ադմինիստրացիայի առանցքային դեմքն է։ Կիրիենկոյի այդ կուրատորի թիվ 1 խնդիրը առայժմ այդ վերականգնելն է, ինչը որ կար վստահությունը եւ այլն։ Կարծում եմ այո։ Հայաստանում պատմության վերաշարադրման նոր փուլ է սկսվել։ Հերթը հասել է երկրորդ աշխարհամարտին։ Միաժամանակ Փաշինյանը մեկնեց Մոսկվա ու մասնակցեց հաղթանակի զորահանդեսին։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ։ Կիզակետում այսօր կփորձենք պարզել, թե ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում եւ արտաքին քաղաքականության մեջ ընդհանրապես։ Քաղաքագետ Վիգեն Հակոբյան, բարի գալուստ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Օրինակ, հենց սկսենք սկզբից, հա, մի ձեռքով Հայաստանում հենց այս տարի, ինչու հենց այս տարի, ես նախորդ տարի չեմ նկատել տոներին նման բան այս օրերին։ Հենց հիմա այս օրերին ու այս տարի սկսվեցին մի ձեռքով ակտիվորեն քննարկել, ինչպես քննարկողներն են ասում իրենց մեջբերմամբ, կոտրել երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ միֆեր, դա իրենց մեջբերումն է։ Մյուս ձեռքով էլ Փաշինյանը գնում է Մոսկվա, նստում է զորահանդեսին եւ իր առերևույթ իր կողմից չսիրված, հա, ակումբի անդամների կողքին։ Ինչ է սա նշանակում, եթե իրար հետ նայենք։ Գիտեք, այն ինչ վերաբերում է երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ, այսպես ասենք, կարծրատիպերի իբր փոփոխման գործընթացին, ապա դա ակնհայտորեն, այսպես ասենք, մանավանդ հիմա, ընդ որում, եթե հիշում եք, այդ ամեն ինչը սկսվեց հենց մայիսի 9-ի երեկոյան, երբ մի անձնավորություն, որը որ, այսպես ասենք, մեղմ ասած ամենալավ վարկանիշը չունի, հայ հասարակության մի զգալի հատվածի մոտ ինքը սկսեց, այսպես ասենք, այդ օվերտոնի պատուհանը բացեց։ Կներեք, ինքնակամ չէր եկել, չէ, հաստատ պատահական չէր, բնականաբար, եթե դա տեղի ունենում հանրային հեռուստատեսության եթերում, հանրային հեռուստատեսության, այսպես ասենք, top 1 քարոզչական, այսպես ասենք, հաղորդման մեջ եւ բնականաբար դա ինչպես կարող ենք կրայել ամենաբարձրաստիճան դաբրո կար, այսինքն դա մի կարևորագույն, այսպես ասենք, քարոզչական արշավի սկիզբ դրվեց դրանով։ Իմաստը գիտեք ինչ է, հասկանալի է, որ դա ուղղված է Ռուսաստանի դեմ, ակնհայտորեն ուղղված է Ռուսաստանի դեմ, որովհետև հաշվի առնելով, թե ինչքան զգայուն թեմա է Ռուսաստանի համար երկրորդ աշխարհամարտում հաղթանակին թեման, կամ ինչպես սովետական միությունում ասվում է մեծ հայրենական պատերազմում հաղթանակի թեման, դա ըստ էության Ռուսաստանի գլխավոր գաղափարախոսական այսպես նարատիվներից մեկն է, եթե ոչ ամենագլխավորը, որը որ փորձում է եւ ամրագրել Ռուսաստանի եւ սովետական միության ուժը, պատմական այս դերակատարումը, առհասարակ դերակատարումը 20-րդ դարում, մյուս կողմից դա թերևս այն հիմքն է, որը որ կարող է դերևս միավորել յետխորհրդային երկրներին շատ դեպքերում ընդհանուր պատմության մի մասն է բոլորի, այդ իսկ պատճառով հաշվի առնելով, որ Ռուսաստանի համար դա գերզգայուն թեմա է, Ռուսաստանը շատ մեծ ուշադրություն է դարձնում դրան, մենք տեսանք նաև այս զորահանդեսի հետ կապված ինչ մեծ աշխատանք տարվեց, թե դիվանագիտական նախևառաջ եւ թե նաև այսպես ասենք շոուի մասով, զինվորական շոուի մասով, ապա հասկանալի է, որ այն ուժերը, որոնք պատվիրել են
Հայաստանի այսօրվա իշխանություններին եւ այն քարոզչագործիկներին, որոնք այսպես հիմա սկսել են այս գործընթացը եւ եթերում եւ առասարակ սոցիալական ցանցերում փորձում են բորբոքել այս կրքեր, փորձում են բանավեճ հրահարել եւ այլը, պարզ է, որ դա նրանց ծրագրի կարևորագույն մասերից մեկն է, փորձել կասկածի տակ դնել առասարակ երկրորդ աշխարհամարտում թե սովետական միության դերակատարումը եւ թե մասնավորապես տվյալ պարագայում Հայաստանի որպես թույլ օղակի օղակը օգտագործելով այդ թույլ օղակը օգտագործելով փորձելով պայթեցնել ինչ որ նոր սկանդալներ, նոր պատմական միֆեր։ Ճիշտ հասկացա՞ք, Զորսա Փաշինյանի նախաձեռնությունը չասացիք պատվիրատուներ ովքեր են։ Ամենայն հավանականությամբ, այստեղ գիտեք որևէ առանձնապես գաղտնիք չկա, որովհետև դա սովորաբար դա անգլիական Մեծ Բրիտանիայի, այսպես ասենք, ծրագիրն է միշտ եղել, որպեսզի Ռուսաստանի ձեռքից վերցնի այդ դրոշը, փորձի Ռուսաստանին թույլատնել հենց այդ նարատիվներով, որովհետև այլ կերպ ասած, նույն այդ ես շարունակեմ այդ միտքը, երկրորդ աշխարհամարտում սովետական միության հաղթանակը կամ մեծ հաղթանակում մասնակցությունը գերակշիռ մասով, իր ավանդը այդ ամեն ինչում դա Ռուսաստանի փափուկ ուժի գլխավոր նարատիվն է եւ Մեծ Բրիտանիան, հիմա Մեծ Բրիտանիան, նախկինում նաեւ Միացյալ Նահանգների նախկին ադմինիստրացիաները փորձում են թույլատնել այդ նարատիվը։ Հիմա այն ինչ որ տեղի է ունենում, դա արտաքին պատվեր է, դա արտաքին մեծ խաղի մի մասն է։ Հայաստանը ես ասեցի թույլ օղակն է, այս ռուսական այս ազդեցության գոտում տվյալ պարագայում եւ փորձում են մաքսիմում օգտագործել Հայաստանի այսօրվա իշխանությունների տրամադրությունները, այսօրվա դիրքորոշումները եւ վարքագիծը, որպեսզի Ռուսաստանին եւս մեկ անգամ փորձել ցավացնել, այսպես ասենք։ Լավ, ցավացնել Փաշինյանը Մոսկվայում այդ պարագայում ինչ էր անում։ Գնացել էր կամուրջները չայրելու, գնացել էր իշխանությունը պահելու եւս մեկ հավելյալ բան գտնելու։ Գիտեք, կան չի համընկնում, այո, գիտեք, կան դեպքեր, երբ Փաշինյանից որևէ բան կախված չի լինում, այսպես ասենք։ Այն վտանգը, որը Փաշինյանը զգում է, անձնական վտանգը շատ դեպքերում, այլ ոչ թե պետության անվտանգության հետ կապված process-ների վտանգը, որ զգում է Փաշինյանը, շատ դեպքերում իրեն ստիպում է ինչ-որ քայլեր անել, որը ինքը չի ուզում անել, որովհետև իսկապես իշխանության կորուստի վտանգ։ Մենք բազմաթիվ անգամ դրա մասին խոսել ենք, որ թիվ 1 խնդիրը այսօրվա իշխանության, ընդ որում 2018 թվականից սկսած դա իշխանությունը ամրապնդելն էր եւ իշխանությունը երկարաձգելն էր, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի մոտ եւ իր վարչախմբի մոտ եւ մասնավորապես ավելի շուտ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի մոտ կա այդ կոմպլեքսը, որ ինքը ժամանակավոր ֆիգուր է, որ իրեն ժամանակավոր են բերել ինչ որ խնդիրներ լուծելու հետ կապված, մասնավորապես Արցախի խնդրի հետ կապված, որից հետո, ինչպես ասում են, պիտանելիության ժամկետը վերջանալու էր եւ դուրս էին գրելու։ Եվ Նիկոլ Փաշինյանը 18 թվականի բառացիորեն երևի թե մայիսի 8-ից սկսած այն պահից, երբ դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ, փորձել է ամեն ինչ անել եւ փորձում է եւ հաջողությամբ է շատ դեպքերում դա անում, փորձում է իր իշխանությունը երկարաձգել մաքսիմում ինչքան հնարավոր է։ Մոսկվան այդ սերիայից է, ճիշտ է։ Մոսկվան տվյալ պարագայում այդ սերիայից է այն առումով, որ կար մեծ ճնշում եւ Մոսկվայից, եւ Արևմուտքից, այսինքն Մոսկվայից կար ճնշում, որ պետք է մասնակցես, անպայման պետք է մասնակցես, ընդ որում կար նաև պահանջ, որպեսզի զորախումբը մասնակցի, հայկական զորախումբն էլ մասնակցի այդ իրադարձությանը, մյուս կողմից կար Արևմուտքի ճնշումը, հիշում եք, բաց տեքստով էր Արևմուտքը այդ ամեն ինչի մասին ասում, իհարկե նախ եւ առաջ թիրախավորում էին Եվրամիության անդամներին կամ Եվրամիության անդամ դառնալու տեխնացուներին, բայց ամեն դեպքում թիրախավորվում էին նաև նրանք, ովքեր որ մեսիջներ են ուղարկում Եվրամիությանը ապագայում սերտաճելու մասին կամ նույնիսկ միության անդամ դառնալու մասին։ Այսինքն այդ ճնշումը կար եւ Փաշինյանը սովորականի պես, ընդհանրապես փորձեց, ինչպես ասում են, եւ հաճույք ստանալ եւ կույս մնալ, մի կողմից ուրեմն ցույց տվեց, որ ստիպված եմ գնալ
Ստիպված եմ իր ընդհանրապես այդ շարժու ձևը, նեղվածը, հա, դեմքի արտահայտությունը, այս ամեն ինչը այդ բանը, հա, մարմնի լեզուն, հա, դեմքի արտահայտությունը, դժգոհ արտահայտությունը ցույց էր տալիս, որ ես դե ստիպված եմ եկել։ Զորախումբն էլ չեն բերել, դա այդ գծի մեջ է։ Զորախումբն էլ չեն բերել, գոնե այս հարցում ես այսպես ասենք միջև վերջ կուլ չեմ գնում այսպես Մոսկվայի պահանջներին։ Դրա համար եմ ասում, փորձում էր եւ հաճույք ստանալ եւ գույս մնալ, հա, պայմանական ասած։ Բայց Ալիևը չեկավ ուղարկեց իր զորախումբը։ Ասում են, չէ, սրատակել բան կա, ասում են, իդեպ ասում են շատերը, որ կարող է Մոսկվայում ընդհուպ բանակցություններ, պայմանագիր ստորագրվել եւ այլ Ալիև Փաշինյանը։ Դե գիտեք, միանշանակ մի քիչ դժվար է հիմա բացատրություն տալ Ալիևի արած քայլի, թեպետ Ալիևը խոսք է տվել, որ գալու է, այսինքն ինքը այդ ցանկի մեջ էր երկրների ղեկավարների ես կարծում եմ որ այնուամենայնիվ կային որոշ նյուանսներ կապված գուցե հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված այսինքն ես կարծում եմ որ գուցե Ալիևը հենց դրանից է խուսափեց որպեսզի այս փուլում Ռուսաստանի դերակատարումը այս process-ում չմեծացնել, որովհետև պարզ է, որ Ռուսաստանը փորձում է ամբողջ թափով, ամբողջ իր ուժով վերադառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների ինչ որ չափով կարգավորման գործընթացի մեջ մոնոպոլ նույնիսկ դեր կատարել, դրանով է նաև կարծում եմ պայմանավորված, որ անընդհատ օրինակ Մարիա Զախարովան հայտարարում է, որ Մինսկի խումբը արդեն սպառել է իրեն, որովհետև իրենք դրա մասին խոսում են, որպեսզի միայնակ զբաղվեն հայ-ադրբեջանական հարցերով ես կարծում եմ իհարկե որոշակի ճնշումներ կային նաև դրսից արևմուտքից Ալիևի վրա արևմուտք հիմա երբ մենք ասում ենք հասկանում ենք որ այլևս այդ հավաքական արևմուտք հասկացողությունը ժամանակավրեպ է դրա մասին խոսել ամեն ինչ չէ որ Եվրամիության արածը դուր է գալիս Միացյալ եւ հակառակը հիմա նույնիսկ արևմուտքը բաժանված է ըստ էության գլոբալիստների եւ պահպանողական թևի հակագլոբալիստների այս առումով իհարկե որոշակի ճնշում նաեւ Ալիևի վրա է եղել 1001 հարց ունի Ալիևը օրինակի տարբերություն Հայաստանի ղեկավարի ինքը շատ ավելի բազմավեկտոր եւ բազմաբովանդակ հարաբերություններ ունի թե արևմուտքի թե արևելքի թե հյուսիսի եւ Չինաստանի հետ առավել եւս հա այսինքն Ալիևի խաղը շատ ավելի բազմավեկտոր է շատ ավելի բազմաբովանդակ է այդ իսկ պատճառով շատ բաներ կարող են նաև նույնիսկ այս պարագայում մենք խոսեցինք հա Ռուսաստանի համար ինչ զգայուն թեմա է այս մեծ հայրենականի պատերազմում այո որոշ չափով աչք փակել կոմպենսացնել զորք ուղարկելով եւ այս պարագայում երբ Նիկոլ Փաշինյանը գնում է այնտեղ ստիպված է լինում նստել այնտեղ որտեղ իրեն ցույց են տալիս, այսպես ասենք, իր տեղն են ցույց տալիս, ում կողքը պետք է նստի, ինքը չի որոշում։ Կրեմլի արարողակարգն է։ Կրեմլի արարողակարգն էլ ինքը, գիտեք, բավականին ճկուն բան է անհրաժեշտության դեպքում։ Ես այս վերջերս այդ հարցով համեմատում էի, ասում էի նույնիսկ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան, ասենք, եթե ինչ որ երկու երկիր իրար հետ բավականին բարդ հարաբերություն նույն ցանկում չի մտնում, այսինքն չեմ կարծում, որ մեծ ցանկության դեպքում չէր կարելի օրինակ, այսպես ասենք, այդ արարողակարգի այդ նյուանսը, այդ փոքր նյուանսը անտեսել։ Այդտեղ էլ եք մեսիջ տեսնում, այսինքն։ Ես իհարկե, ես կարծում եմ ցուցադրաբար ցույց էր տրվում Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի այսօրվա ղեկավարությանը իրենց տեղը ցուցադրաբար այդ սառը վերաբերմունքը այդ գիտեք ով որտեղ պետք է նստի այլ կերպ հասկացնում են որ ձեզ ոչ ոք չի հարցնում դուք ում եք սիրում ում չեք սիրում ում կողքն եք ուզում նստեք դա ձեր երկրում կորոշեք ում որտեղ նստացնել ում ԱԱԾ-ի պատվալ ուղարկել եւ այլ այստեղ որոշում են ուրիշ մարդիկ ուրիշ այսպես ասենք ինստանցիաներ եւ գիտեք մի հատ մի նյուանսի վրա էլ ես մի անգամ ուշադրություն դարձրել էի մայիսի 8-ին այն ընդունելությունից առաջ հիշում եք սկզբից ընդունելություն էր ճաշ էր պաշտոնական հետո համերգ երբ Պուտինը դիմավորում էր պատվիրակության ղեկավարներին, այսինքն երկրների ղեկավարներին, ասենք Նիկոլ Փաշինյանին տեսնելուց բավականին հետաքրքիր հարց տվեց, ասեց՝ դուք այսօր եք եկել։
Այսինքն ցույց տվեց, որ այնքան չի հետաքրքրվում, այսպես ասենք, ով երբ ես դու եկել ես առհասարակ եւ այլն, որ այսպես գիտեր հատուկ ասած, բարձ է, ես դրա մասին եմ ասում, այսինքն դա ցուցադրաբար ցույց տրվեց, այսինքն այս դիվանագիտության մեջ եւ բարձր մակարդակի հանդիպումների արարողակարգում ցանկացած եւ ժեստը եւ բառ ինքը սեղմման տեսակը կարևոր նշանակություն ունի առհասարակ հիմա խոսեցինք ձեր սեղման մասին օրինակ եթե հետևեք թե ինչպես է դիմավորում ասենք միջին ասիական երկրների իր գործընկերներին անպայման ասենք ինչ որ մի բան մի քանի վայրկյանով ինչ որ մի զրույց են ունենում նույնիսկ ականջիներ փսփսում օրինակ եթե չեմ ասում Տաջիկստանի ղեկավարի այսինքն ցույց է տալիս վերաբերմունք հրապարակային ցույց է տրվում վերաբերմունք տեսանք մայիսի 9-ին հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա մակարդակը որը ավելի ինչպես կբնութագրեիք ավելի վատն է քան ասենք մի տարի առաջ թե փոփոխություն կա ինչպես կբնորոշեիք եթե ամփոփենք այս բնութագրը ես կարծում եմ որ մենք տեսանք որոշակի պատկերներ այսպես ասենք որոնք ցույց էին տալիս իսկապես հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա իրական մակարդակը այսինքն մի բան է ինչ է հայտարարվում այսպես պաշտոնական արարողակարգով ինչ է խոսվում ասուլիսներում ինչ է ասվում այլ բան է ինչպես են վերաբերվում ընդհանրապես անցյալ տարի ում հարաբերություն ասենք չգիտեմ կոպիտից սկսենք ասենք իշխանի ու վասալի հարաբերություն է ռազմավարական գործընկերոջ հարաբերություն է թշնամության գնացող նախկին ընկերներ ինչպես կձևակերպվի գիտեք ես կարծում եմ այն վերաբերմունքը որ այսօր գոյություն ունի Ռուսաստանի կողմից ամենայն դեպս Հայաստանի այսօրվա ղեկավարության նկատմամբ դա այսպես բան կա չէ կատեգորիա կա այսպեսի ֆորմատ կա բարեկամ երկրներ Ռուսաստանի մոտ բարեկամ երկրներ եւ ոչ բարեկամ дружественные страны недружественные ես կարծում եմ Հայաստանը այսօր գտնվում է այս լավագույն դեպքում այդ երկու կարգավիճակի մեջտեղում եթե ոչ բարեկամ երկրների շարքում է ապա արդեն բարեկամ երկրների շարքում էլ չէ որովհետեւ Ռուսաստանում բոլոր այն մեսիջները բոլոր այն հայտարարությունները պաշտոնական եւ ոչ պաշտոնական որ հնչում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից դրանք բավական ուշադիր լսվում են, բավական ուշադիր վերլուծվում են, ավելին ձեզ ասեմ, տարբեր իրենց աղբյուրներից ստանում են ինֆորմացիա, թե իրականում ինչ են խոսում, որտեղ են խոսում, բնականաբար հասկանում ենք Ռուսաստանը այնուամենայնիվ դա լուրջ ուժային կենտրոն է, իր հատուկ, այսպես ասենք, ծառայություններով եւ այլն, եւ իրենք շատ լավ հասկանում են, շատ լավ գիտեն իրականում ոչ միայն ինչ են ասում, ոչ միայն ինչ են թաքցնում, այլ նաև ինչ են մտածում տվյալ պարագայում եւ վերաբերմունքը ես կարծում եմ համապատասխան է։ Այսինքն մեջտեղում է, ճիշտ եմ հասկանում, ոչ այս կողմ, այդ ձեր նշածի գծի վրա, ես կարծում եմ դա լավագույն դեպքում, այսպես ասենք, այդ եթե մենք երկու կարգավիճակ հիմա հիշատակենք այն գիտեք 22 թվականից հետո Ռուսաստանում ավելի հաճախ են դրա մասին խոսում, այսինքն այդ հստակ այդ կարգավիճակները սահմանել են, հա, բարեկամ երկրներ, ոչ բարեկամ երկրներ։ Ես կարծում եմ Հայաստանը այսօր լավագույն դեպքում մեզ համար տվյալ պարագայում գտնվում է ինչ որտեղ տենց մեջտեղում, այսպես ասենք, այդ բարեկամ երկրի կարգավիճակից, որը որ մենք ունեինք գոնե ֆորմալ առումով մենք տեղափոխվում ենք ըստ էության, որովհետև այո, կային հայտարարություններ, գործողություններ եւ այլ, գիտեք, եթե պաշտոնյաները Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոն իերարխիայում գրավոր պաշտոնյաները զբաղեցնող բառացիորեն մայիսի 9-ից առաջ օրինակ հայտարարում են, որ այսինչ մարդը ասենք Ռուսաստանի գործակալ է Այսինքն հիբրիդային պայքար են վարում, պատերազմ են վարում Հայաստանի դեմ եւ այլն։ Հարցնում են այդ մարդուն ասում են, ընկեր, այդ պարագայում դու ուր ես գնում հիբրիդային պատերազմ վարող երկրի մայրաքաղաք տոնախբանին մասնակցելու, ինչ ես գնում։ Գիտեք, նորից եմ ասում, Հայաստանի այսօրվա ղեկավարը գուցե ինքը մտածում է, որ նման այսպես գործողություններով այլ կերպ նույնիսկ չեմ կարող բնորոշել գավառական այսպես այն շուստրությամբ փորձել
փորձել մի կողմից այս քայլը անել, մյուս կողմից այսպես հակառակ ուղղությամբ քայլեր անել եւ դա չի նկատվի եւ դա կարելի է սակարկության դնել, ապա ինքը սխալվում է, որովհետեւ այնուամենայնիվ գործ ունեն տվյալ պարագայում ոչ թե ասենց շարքային ինչ-որ մի երկրի հետ, այլ տվյալ պարագայում դա աշխարհաքաղաքական այսօր գեոքաղաքական կենտրոններից մեկն է, որը վերադարձել է այդ գեոքաղաքական ուժային կենտրոնների շարքը խորհրդային միության փլուզումից հետո այս ընթացող պատերազմի արդյունքում։ Պարոն Հակոբյան, մի հարց, ռուսները Մոսկվան, Կրեմլը, տարբեր պաշտոնյաներ որ հայտարարություններ են հնչեցնում անընդհատ, որ այդ ուզգակ ԵԱՏՄ-ից այսպես կլինի։ Չեք կարծում, որ իրենք մի քիչ ուռճացնում են։ Արդյոք Հայաստանը այդպիսի լայն քայլերով գնում է դեպի Եվրամիություն, անգամ արևմտամետները Հայաստանի ասում են ժողովուրդ Փաշինյանը ոչ մի տեղ չի գնում։ Ու եւ ոչ այն ընդդիմությունը հակառակ ընդհանրապես Թուրքիա է գնում։ Ռուսները ինչի են խառնում։ Նորից եմ ասում, ունեն այդ ինֆորմացիան նկատում։ Ռուսները բնականաբար ունեն այդ ինֆորմացիան, իրենք չեն կարող չունենալ, որովհետեւ իդեմս Ռուսաստանի մենք իրոք ունենք, մենք գործ ունենք մի երկրի հետ, որը ունի բավականին կայացած ինստիտուտներ, որոնք նույնիսկ չփլուզվեցին այն վայրի 90-ականների ընթացքում այդ իրենց բարդ ժամանակահատվածում իրենք շատ լավ հասկանում են, շատ լավ գիտեն որտեղ է լրջությունը, որտեղ է շոուն, այսպես ասեմ, բայց ամեն դեպքում երբ երկիրը պաշտոնական մակարդակով հայտարարում է, որ օրենք է ընդունում Եվրոմիություն, դեպի Եվրոմիություն գնալու ինչ-որ բանի մասին, հռչակագրային թե ինչ, իրենք շատ լավ հասկանում են տենդենսը, շատ լավ հասկանում են երկրի մանևրելու հնարավորությունները եւ այսպես ասենք իրենք իրենց քայլը անում են, իրենք ասում են, կանխում են, ոչ միայն կանխում են, այլ նաեւ կանխարգելում են ինչ-ինչ քայլեր, որոնց մասին իրենք գիտեն առհասարակ։ Իրենք շատ լավ գիտեն, ում հետ են հանդիպում Հայաստանի ղեկավարները, երբ գնում են օրինակ Էստոնիա կամ մի այլ երկիր, որի հետ Հայաստանը առանձնապես որևէ ոչ քաղաքական, ոչ ռազմական, ոչ տնտեսական հարաբերություններ առանձնապես չունի, բայց ասենք տարօրինակ այց կարող են անել, բայց շատ լավ հասկանում են ինչի համար է այդ այցը արվել, ում հետ են հանդիպել, որ երկրի, ասենք թե ինչ որ ծառայության ղեկավարի եւ այլը, հա, այդ իսկ պատճառով իրենք հրապարակային դա գոնե ասում են, կարելի է պատկերացնել ինչ է կատարվում կուլիսների հետևում այս առումով եւ ենթադրում եմ, որ տոնայնությունն է, բառամթերքն է, որը օգտագործվում է, ամենևին էլ դիվանագիտական ստանդարտներին չի համապատասխանում այս առումով։ Բոլորը հասկանում են, որովհետև ամեն դեպքում միամտություն կլիներ, չեմ մտածել, որ Ռուսաստանը, որի հետ հաշվի են նստում բոլոր գեոքաղաքական կենտրոնները, թե Միացյալ Նահանգները եւ թե Եվրոմիությունը, Չինաստանը եւ այլը, գլոբալ հարավի երկրները, որը որ մեծ դերակատարում ունի եւ որը կարողանում է ըստ էության մանևրել այս բարդ իրավիճակում, իրենց կարելի է, ասենք, ուղղակի ինչ որ հայտարարություններով կամ ինչ որ ժեստերով խաբել։ Դա առնվազը, եթե դու հիմարի տեղ ես դնում քո գործընկերոջը, նույն հաջողությամբ գիտեք շատ դեպքերում փորձում են հիմարի տեղ դնել, ասենք, նաև արևմտյան բաներին, դա այդ իսկ պատճառով, ասենք, գնում են Էստոնիա եւ այնտեղ օրինակ լրագրողը պայմանավորված հարց է տալիս, ասում է, ոնց է լինում, որ դուք համ Եվրոմիություն եք ուզում գաք, համ գնում ես պարադի, այսպես ասենք, կամ այդ ոնց է լինում, որ ՄԱԿ-ում քվեարկում եք օրինակ ռուսների դեմ որպես ագրեսոր, բայց գնում եք այդ նույն ագրեսորի զինվորական շքերթին եք, հա, մասնակցում, այսինքն մենք բոլորս հասկանում ենք, հա, որ նման մամուլի ասուլիսներում պաշտոնական հենց այնպես հարցեր չեն տրվում, առավելևս սահմանափակ քանակի հարց տվողներ կան, հա, առհասարակ։ Այդ իսկ պատճառով արևմուտքն էլ է դա ասում։ Արևմուտքն գիտի, որ ինքը ձեր ասած շուտրությամբ է գնում Մոսկվա։ Այսինքն սա նշանակում է, ցավով եմ դա նշում, որ Հայաստանի այսօրվա ղեկավարության նկատմամբ չկա առհասարակ վստահություն ոչ մի տեղից, այսինքն եթե որևէ մեկը գլուխը շոյում է, ասենք որևէ պաշտոնյայի, ապա դա շոյում է իր շահից ելնելով եւ փորձելով, այսպես ասենք, իր կոնկրետ հարցը միջև վերջ տանել, հնարավորինս խորացնել այդ հարցը։ Ի վնաս, գիտեք, ընդհանրապես Հայաստանը հիմա օգտագործվում է հիմնականում որպես ներազդման գործիք, ասենք տվյալ պարագայում, ասենք արևմուտքից Ռուսաստանի վրա,
Ռուսաստանը ըստ էության, եթե նկատել եք բոլոր իր հայտարարություններում, ինքը Հայաստանի իշխանությունների մասին նույնիսկ առանձնապես բան չի ասում, ինքը ասում են, որ Արևմուտքը փորձում է Հայաստանին օգտագործել Ռուսաստանի դեմ, այսինքն իրենք հիմնականում Ռուսաստանը դիտարկում է այն process-ը, որը տեղի ունենում Հայաստանի մասնակցությամբ, որպես Արևմուտքի կողմից Հայաստանին որպես բութ գործիք Ռուսաստանի դեմ օգտագործելու փորձ։ Եվ դրա մասին իրենք բացահայտ ասում են առանձնապես։ Իդեպ մի նրբության վրա էլ, տեսեք, բավականին սառն էր վերաբերմունքը Հայաստանի ղեկավարի նկատմամբ, բայց Պուտինը ժամանակ գտավ եւ հիշում եք, զորահանդեսից հետո այցելեց, ասենք, մեր հայ վետերաններին, հատուկ դա էլ էր, ես կարծում եմ, հատուկ ժեստ, որով հերթական անգամ իրենք փորձեցին Հայաստանի իշխանությանը տարանջատել ժողովրդից, տվյալ դեպքում իդեմս վետերանների, բազմաթիվ անգամ դրա մասին իրենք եւ հայտարարել են, ակնարկել են, տվյալ պարագայում այս քայլն էլ մենք երևի թե պետք է դիտարկենք որպես նման դրսևորման հերթական էլեմենտ, էպիզոդ։ Վերջին հարցը, վերջին թեման, այդ մամուլում էլ եղավ արտահոսքեր եւ այլն, որ այսպես են կոչում, որ Ռուսաստանը մի որոշակի դադարից հետո ակտիվացրել է իր ուշադրությունը, ավելի կոշտացրել է Հայաստանի նկատմամբ, նոր մարդ է նշանակել այսպես կոչված կուրատոր եւ այլն, ինչը նշանակում է, որ 26-ի ընտրություններին կամ արտահերթ ընտրություններին ինչ որ բանին խառնվելու է այդ փուլում Հայաստանում իշխանությունը փոխելու որևէ տարբերակի։ Դուք ինչ կասեք նման բանի ուզում է Ռուսաստանը ունակ է եւ ուզում է թե ոչ եւ ում վրա է ստաֆ կանգնելու իրենց լեզվով ասեմ։ Գիտեք, պարզ է, արդեն պաշտոնական գրեթե մակարդակով կամ պաշտոնական աղբյուրներից հայտնի է, որ այն մարդիկ, ովքեր որ զբաղվում էին Հայաստանի ուղղությամբ, ադմինիստրացիայում, Կրեմլի ադմինիստրացիայում կամ հիմնական մարդիկ, այսպես կոչված կուրատորները փոխվել են։ Փոխվել են նաև ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ այնտեղ դժգոհ են այն իրավիճակից, որը ստեղծվել է հայ-ռուսական հարաբերությունը, եւ դա ես կարծում եմ տրամաբանական է եւ բնական է, բայց կարծում եմ նաեւ իրավիճակ է փոխվել տվյալ պարագայում եւ ռեգիոնում եւ միջազգային հարաբերություններում եւ գուցե հիմա արդեն Հայաստանը շատ ավելի հետաքրքիր կարող է լինել Ռուսաստանի համար այն առումով, որ Ռուսաստանը հարավային Կովկասում կոնֆիգուրացիան իր հարաբերությունների բավականին փոխել է, թե Վրաստանի հետ հարաբերությունները, այսպես ասենք, առնվազն լոյալ են, ну, այս առանձին հարց է, հա, այստեղ հաշվի առնելով Չինաստանի արկայությունը դերը Վրաստանում եւ Ադրբեջանի հետ կան որոշակի քիչ թե շատ կայուն հարաբերություններ, իհարկե ոչ առանց բարդությունների, մենք այդ ամեն ինչը տեսնում ենք եւ այս պարագայում անորոշ է, ակնհայտորեն անորոշ է Հայաստանի այսօրվա ղեկավարության հետ հարաբերությունը, Հայաստանի հետ հարաբերությունները, այսինքն ամբողջ puzzle-ը չի ծածկվում, որովհետեւ առայժմ Հայաստանի հետ հարաբերություններում Կրեմլը ունի հստակություն, թե արդյոք որ ուղղությամբ է գնում, որովհետև մի օր հայտարարվում է, որ Եվրոմիություն են գնում, մյուս օրը հայտարարվում է, որ մենք հապկի հետ սառեցրել ենք, բայց ԵԱՏՄ-ից դուրս չեն գալու, հետո Ռուսաստանը հայտարարում է այդպես չի լինում, որ համ Եվրոմիության ուղղությամբ գնաս, համ ԵԱՏՄ-ում լինես, այսինքն ամեն ինչ, այսպես ասենք, շատ խառն է։ Լավ, Ռուսաստանը ինքը իր ձեռքով միջամտել է, թե հիմա Ռուսաստանում ըստ էության փոխվել է կուրատորը, եկել է կուրացիայով հիմա զբաղվում է ինչպես մամուլն է գրում կամ կիսապաշտոնական, այսպես ասենք, հաստատվում է Կիրիենկոն, որը որ Պուտինյան ադմինիստրացիայի առանցքային դեմքն է, նույնիսկ չեմ ասի առանցքային դեմքերից մեկը, այլ առանցքային դեմքն է, որը որ ներքին քաղաքականությամբ է միջալուց զբաղվում, այսինքն ընտրություններ, քաղաքական process-ներ, ներքին քաղաքականության, իդեոլոգիան եւ այլն, փափուկ ուժ։ Տվյալ պարագայում ըստ էության Կիրիենկոն ընդամենը մի քանի ուղղություն են իրեն տվել, որը կապված է արտաքինի հետ։ Դա ուրեմն Աբխազիայում տեսեք, այնտեղ ճգնաժամ էր եւ Կիրիենկոին կարծես թե հաջողվեց
ինչ որ խաղի կանոններ, սահմաններ էլիտաների միջև եւ իշխանության բերել մարդու, որը որ այսօր տիրապետում է իրավիճակին Աբխազիայում եւ բավականին պրոբլեմատիկ չէ Ռուսաստանի համար։ Հարավային Օսետիան է, այսպես ասենք, այնտեղ էլ ըստ էության այդ ուղղությունով էլ է զբաղվում, ավելի շատ կարծես թե փափուկ ուժի Մոլդովան եւ Հայաստանը այս առումով։ Այսինքն Կիրիենկոն հայտնի է իր համակարգային մոտեցումներին տուրք տալու բնավորությամբ, հա, վարքագծով, իր խառնվածքով։ Այսինքն եթե որևէ մեկ ակնկալում է, որ եթե Կիրիենկոն է, ապա Հայաստանում ինչ որ հեղափոխություն է լինելու, օրինակ, արտաքին, հա, արտաքին ուժերի կողմից միջամտությամբ, ապա չեմ կարծում, որովհետև գիտեք, միշտ պետք է ուսումնասիրել кейսերը, որոնք կապված են այս կամ այն պաշտոնյայի գործունեության հետ, սովորաբար համակարգային մոտեցումը պահանջում է սկզբից ուժեղացնել գաղափարախոսությունը, այսինքն վերականգնել փափուկ ուժը, վերականգնել այն վստահությունը, որը որ հիմա չկա Ռուսաստանի նկատմամբ։ Ես կարծում եմ ավելի շուտ դրանով է հիմա զբաղվելու պարոն Կիրիենկոն, ամենայն դեպս փորձելով վերականգնել այն մթնոլորտը, որը որ հիմա խաթարված է հայ-ռուսական հարաբերություններում, ասենք ռեյտինգը բնակչության մոտ Ռուսաստանի նկատմամբ 20 թվականից հետո օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, այդ թվում իշխանությունների վարած քաղաքականության պատճառով, գիտեք, մոտավորապես 40-45%-ի էր հասել, հիմա դժվար է ասել վերջնական թվերը, ես կարծում եմ սկզբից դրանով է զբաղվելու, այսպես ասենք, փափուկ ուժի գործոնը ուժեղացնել։ Դրա վրա մարդ այդ հողի վրա աճեցնի, այսպես ասենք, ռուսամետ չասենք, գոնե թեկուզ ռուսամետ, գործիչներ կամ գործիչ, որին էլ փորձեն օգնել։ Գիտեք, եթե խոսքը վերաբերում է օրինակ 26 թվականին, ապա չեմ կարծում, որ մեկ տարվա ընթացքում հնարավոր է եւ նման այնպիսի հող նախապատրաստել, որպեսզի հետո կարողանալ հասցնել նաեւ ինչ որ նոր դեմքեր աճացնել, որոնք վստահելի կլինեն հանրության համար, չեմ կարծում այդպես է, բայց ես կարծում եմ շատ ավելի կարեւոր է Ռուսաստանի համար լինելու այնպիսի վստահության մթնոլորտ ձևավորել հայաստանյան հասարակության մեջ, որպեսզի հենց Ռուսաստանի խոսքը վստահելի լինի։ Միջնաժամկետ ապագայի համար, մի քիչ երկարաժամկետ, ճիշտ է, մասնավորապես 26-ի։ Եվ կարճաժամկետ 26-ի համար, կարճաժամկետ 26-ի համար ինչ որ հնարավոր է, նորից եմ ասում, դա լավագույն դեպքում այնպեսի մթնոլորտ ձևավորել, այսինքն կոնկրետ գործողություններով, կոնկրետ ինչ որ մեսիջներով այնպեսի վստահության մթնոլորտը քիչ թե շատ վերականգնել, որպեսզի այն խոսքը, որը հետագայում գուցե 26-ին հենց կհնչի Ռուսաստանից, վստահելի լինի Հայաստանի Հանրապետության մի զգալի հատվածի համար։ Մնացածը, այսպես ասենք, դա ժամանակի հարց է, դա տեխնոլոգիայի հարց է, որովհետև մարդիկ հենց այնպես, այսպես ի հայտ չեն գալիս։ Մարդիկ շատերի թվում է, որ ինչ որ դեսանտ պետք է իջնի Իրկուտսկից, Պետերբուրգից կամ Մոսկվայից, ինչ որ նոր մարդկանց տեսքով եւ այլն, սովորաբար դա այդպես չի լինում։ Սովորաբար այդ կադրերը միշտ գոյություն ունեն, այլ հարց է այդ կադրերը երևացող են, երևացող չեն։ Իրենց դերակատարումը ուռճացված է, թե ընդհակառակը դեռևս այնքան նվազ է, որ իրենց դերակատարումը որևէ մեկը չի զգում, բայց միշտ կարելի է եւ ավելացնել եւ պակասացնել։ Շնորհակալություն, դες ճիշտ հասկացա, որ Կիրիենկոյի այդ կուրատորի թիվ 1 խնդիրը առայժմ այդ վերականգնելն է, ինչը որ կար վստահությունը եւ այլն։ Կարծում եմ այո, որովհետեւ եթե ուսումնասիրում եք նույնք իր գործունեության кейսերը, իր նախասիրությունները եւ իր մոտեցումները, նորից եմ ասում, մենք գործ ունենք մի մարդու հետ, որը որ համակարգային մոտեցումների կողմնակից է, այլ ոչ թե սիտուացիոն։ Այսինքն այստեղ խնդիրը հատուկ ծառայության մասին չէ, որը որ կոնկրետ խնդիր է ունենում եւ այդ խնդիրը ինչ որ ձևի լուծում է կամ չի լուծում։ Այստեղ խնդիրը խորքային է եւ համակարգային է։ Այդ իսկ պատճառով ամեն ինչ ես կարծում եմ իրենք փորձելու են կառուցել որոշակի գաղափարախոսության հիման վրա։ Խորքային է, ասենք համակարգային է, դրանով իսկ նաեւ ինչ որ իմաստով երկարատև է։ Այո։ Շատ շնորհակալ եմ։
Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, կիզակետում այսօր քաղաքագետ Վիգեն Հակոբյանն էր, կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։